Քննարկում ենք հարց համար 28-ը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի համար 2060N որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը Զեկուցող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյան, համեցեք պարոն Խուդացյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության համայնքների ենթակառուցվածքների զարգացման ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 միլիարդ 682 միլիոն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր, Արարատի մարզում 8 ծրագիր, Արմավիրի մարզում 6, Գեղարքունիքի մարզում 4 ծրագիր, Լոռու մարզում 1 ծրագիր, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 3 ծրագիր, Վայոց ձորի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Խնդրում եմ հաստատել։ Շնորհակալ եմ, պարոն Խուդացյան, այժմ թվարկենք այն ծրագրերը, որոնք ֆինանսավորում ենք այս որոշմամբ Արարատի մարզի Վեդի համայնքի խոշորացված նոր ուղիի բնակավայրի նախադպրոցական հաստատության կառուցում, այս պահին կատարված են աշխատանքների 45%-ը, մանկապարտեզ նախատեսված է 90 սաղնի համար։ Արարատ համայնքի Արարատ բնակավայրի ջրահեռացման համակարգի կառուցման երկրորդ փուլը կատարված է աշխատանքների 95%-ը կառուցվել է 2 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման համակարգ։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 6 Արևիկ մանկապարտեզի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում։ Կատարված է աշխատանքների 40%-ը իրականացվում է մանկապարտեզի առկա շենքի հիմնանորոգում եւ նոր մասնաշենքի կառուցում 300 սաների համար։ Արմավիր համայնքի Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 83%-ը, մանկապարտեզը նախատեսված է 90 սաների համար։ Արմավիրի մարզի Մայիսյան բնակավայրի M5 ճանապարհի առաջին փողոցի 53 շենք հասցեի հատվածի հիմնանորոգում։ Աշխատանքներն ավարտված են, 560 մետր երկարությամբ ճանապարհ է ասֆալտապատվել։ Արաքս համայնքի Գրիբոյեդով բնակավայրի կենտրոնական փողոցի ճանապարհի մի հատվածի տանող ճանապարհի հիմնանորոգման լրացուցիչ աշխատանքներ ավարտված են աշխատանքներ 960 մետր ասֆալտապատում է իրականացվել փողոցի։ Արաքս համայնքի Արաքս եւ Մեծավոր բնակավայրերը սնուցող գազատար խողովակի կառուցում, Արաքս բնակավայրի Դեմիրճյան եւ Դրոյի փողոցների Մեծավոր բնակավայրի Սարյան եւ Աբովյան փողոցների գազաֆիկացում։ Կատարված են աշխատանքների 85%-ը 17.7 կիլոմետր երկարությամբ գազատար է կառուցվում 580 տնտեսությունների համար։ Էլի Արմավիրի մարզի Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի գազաֆիկացման աշխատանքներ ավարտված են աշխատանքները եւ 3.5 կիլոմետր երկարությամբ գազատար 1050 շահառուների համար։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք եւ Բերդկում բնակավայրերի համար նոր մանկապարտեզի կառուցման երկրորդ փուլը կատարված է մինչ այս աշխատանքների 80%-ը կառուցվում է 1865 քառակուսի մետր մակերեսով 90 սանի համար նախատեսված մանկապարտեզ։ Մարտունի համայնքի Աստղաշեն, Վաղաշեն, Գեխովիտ բնակավայրերի գազաֆիկացում կատարված է աշխատանքների 95%-ը կառուցվել է 2.9 կիլոմետր գազատար 165 տնտեսության համար։ Մարտունի համայնքի Վարդաձոր եւ Երանոց բնակավայրերում ոռոգման ջրատարերի կառուցում կատարված է աշխատանքների 90%-ը կառուցվել է 2.5 կիլոմետր ջրատար, ոռոգման հողատարածքը 150 հեկտար
300 տնտեսությունների համար նախատեսված։ Լոռու մարզում Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Հրաչյա Ներսիսյան փողոցի հիմնանորոգվում ավարտված են աշխատանքները 1.1 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է հիմնանորոգվել։ Կոտայքի մարզում Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր բնակավայրի լուսավորության համակարգի արդիականացում ավարտված են աշխատանքները, կառուցվել է 2.4 կիլոմետր լուսավորության ցանց, տեղադրվել է 79 հենասյուն, 79 LED լուսատու։ Շիրակի մարզում Ամասիա բնակավայրի Բյուրական, Բանդիվան, Զորակերտ, Ծաղկուց, Շաղիկ, Աղվորիկ, Արեգնադեմ, Գտաշեն և Մեղրաշատ բնակավայրերի փողոցային լուսավորության անցկացում ավարտված են աշխատանքները, ընդհանուր առմամբ 11.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, տեղադրվել է 391 հենասյուն, 391 LED լուսատու։ Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրի ճանապարհների ասֆալտապատում ավարտված են աշխատանքները, 1.8 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է ասֆալտապատվել։ Արթիկ համայնքի թվով 12 բնակավայրերի լուսավորության ցանցի կառուցում աշխատանքներն ավարտված են, 16.7 կիլոմետր լուսավորության ցանց է կառուցվել, 561 հենասյուն, 561 LED լուսատու։ Վայոց ձորի մարզ Արենի համայնքի Ելփին բնակավայրում մանկապարտեզի կառուցում կատարված է շինարարական աշխատանքների 66%-ը, կառուցվում է 700 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզ, նախատեսված 60 սանի համար։ Տավուշի մարզ Բերդ համայնքի Բերդ, Նավուր, Այգեպար բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների և բակային տարածքների սալիկապատում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, վերանորոգվել է 10,000 քառակուսի մետր բակային տարածք, իրականացվել է 200 գծամետր բետոնե հենապատերի հիմնանորոգում։ Իջևան համայնքի Իջևան բնակավայրի Բլբուլյան 73, Բլբուլյան 79, Անկախության 21, Այգեհովիտ բնակավայրի Կայան Ավան թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների վերանորոգում կատարված է շինարարական աշխատանքների 95%-ը, հիմնանորոգվել է 4 բազմաբնակարան շենքի տանիք 3097 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Դիլիջան համայնքի Դիլիջան բնակավայրի թիվ 5 մանկապարտեզ հողակի շենքի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 99%-ը, հիմնանորոգվել է մանկապարտեզի շենքը, սաների թիվը սպասվող 60։ Հարգելի գործընկերներ, քանի որ Դիլիջանի մանկապարտեզի մասին խոսեցինք, այս թեմայից դուրս սրանք արդեն նշեցի, ուզում եմ ընդգծել, որ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ, փոխկապակցված անձի հետ, եւ դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 12-ին քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ այդ վարույթի հետ զուգահեռ պրոցեսներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի եւ նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնություն, հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ, այսինքն մեր պրոցեսների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում
համայնքից օտարվել են, արդեն իսկ վերջնականորեն վերադարձվել է համայնքին, այնպես որ համայնքը եւ մենք կարող ենք մտածել նաեւ այդ մանկապարտեզը նորոգելու եւ երեխաներին վերադարձնելու մասին։ Իսկ սուբվենցիաների հետ կապված կան հարցեր, դիտարկումներ, ընդհանրապես ո՞նց են մեր այս տարվա սուբվենցիոն գործերը, պարոն Խուտացյան։ Այսինքն այս տարվա չէ, այս տարվա նոր պետքա հաստատենք, չէ՞, թե արդեն հաստատել է։ Պարոն վարչապետ, Բայց նախկինից ծավալները ահագին մեծ ծավալներ ունենք, ճիշտ է։ նախկինից բավականին մեծ ծավալներ ունենք, պիտի ավելացնեմ, որ այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 միլիարդ 75 միլիոն դրամ 2025 թվականի ընթացքում, արդեն 2025 թվականի սուբվենցիոն հայտերի հետ կապված մեկ միջկերատեսչական նիստ ենք արել եւ բավականին մեծ փաթեթ ունենք հաստատված, որոնք ուղարկվել են համայնքներին, այնտեղ որտեղ պատկերը ամբողջական է, համայնքները արդեն մրցութային գործընթաց են սկսել, մի մասի հետ կապված շտկումներ ունեն անելու, ընդհանուր առմամբ շարժվում ենք նախատեսվածին համապատասխան։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ չկան։ Ըստ այդմ հարցը դրվում է քվեարկության, ովքեր են կողմ որոշման դեմ ներողություն, ովքեր են դեմ որոշման հաստատմանը, դեմ չունենք, որոշումը հաստատված է, ես ուզում եմ պարզաբանել մեր քվեարկության կարգը, կառավարության գործունեության կանոնակարգի համաձայն կառավարության նիստում կառավարության անդամները կարող են քվեարկել կամ կողմ կամ դեմ, մենք ձեռնպահի եւ չմասնակցելու տրամաբանություն չունենք, դրա համար եմ երբեմն քվեարկում ենք ովքեր են կողմ եւ երբեմն քվեարկում ենք ովքեր են դեմ։ Եթե ոչ մեկ դեմ չի, ուրեմն դրանք ովքեր դեմ չեն, նշանակում է կողմ են, որովհետեւ այլ տարբերակ պարզապես չկա։